խոշոր առևտրային կազմակերպությունը կարողանա իր ներկայությունը ունենալ, սա կբերի և գների իջեցման, և սպասարկման ոլորտի բարելավման, և սա պիտի միայն վերջում է։ Դուք եք ասես կա։ Գրեթե համարյա թե այո, ուրեմն Carrefour-ը աշխարհի երյակի մեջ է հզոր, լավագույն մատչելի ցանցերի, եւ նա եթե գալիս է, մենք պետք է ուրախ լինենք, սա մեկ։ Այստեղ կա խնդիր, այդ ինչ որ ասում են կարկատաններով շատ, քաղաքաշինական խնդիր կա, այնպես ընտրել այդ տեղը, որ լինի իր շարավիղը։ Օրինակ մենք ունենք Կոմիտաս փողոցի շրջակայքում 5 հատ սուպեր մագազին, սուպերմարկետ իրար կողք։ Դա նշանակում է մերձերինք միջին եւ փոքր առևտուրը, դա շատ վատ հետևանքներ ունի։ Այդ միտքը չկա, այստեղ կա եւ տնտեսական խնդիր, եւ արժանապատվության խնդիր, ինչու մենք այդ հսկա Walmart-ը կամ Carrefour-ը մեր մոտ չլինի։ Թող մրցակցեն, բայց ես շեշտում եմ քաղաքաշինական, դա մեր հարմարավետությունն է, երբ որ ասում քաղաքաշինական։ Որպես կանոն մեծ խանութները լինում են այնպիսի տեղ, որ մարդիկ մեքենայով են գնում։ Ուրեմն պետք է բաշխել, մենք բացի Երևանից մի հատ ունենք։ Ամբողջ հանրապետությունում բացի Երևանից մի հատ կա սուպեր խանութ։ Հրազդան։ Իսկ ինչու պետք է չբաշխվեն դրանք։ Այդ շահերը էլի, այսինքն մեր բիզնեսմենների շահերը, ստվերային շահերը խանգարում են տվյալ գործ։ Ստվերային շահերը մենք գիտենք, օլիգարխների շահերն են։ Այդ նորից եմ կրկնում, պետք է լինի այնպես բաշխվի, որ ցանկության մարդը կողմնորոշվի։ Կա առևտուր, որ արվում է շաբաթվա կտրվածքով, ու թող ընտրեն ուր գնան։ Իսկ ով որ ընթացիկ մի բան պետք է այդ ինտերվալում, այդ շարժաբեղում լինեն փոքրերը։ Այսինքն կարծում եմ, որ պատասխանեց։